Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական Մոսկվայից պահանջել է դադարեցնել Հալեպի շրջանում իրականացվող օդային հարվածներն։ Այս մասին Քերին հայտարարել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։ Ավիացիոն հարվածների դադարեցումը Սիրիայի հարցում խաղաղ երկխոսության վերսկսման գլխավոր նախապայմանն է, հայտարարել է պետքարտուղարը։ Ռուսական կողմը սակայն պնդում է, որ համաձայն չէ միակողմանի զիջումների։ Մեր որոշ գործընկերներ փորձում են, որպեսզի միայն կառավարությունը միակողմանի քայլերի դիմի։ Մենք սակայն պնդում ենք, քայլեր պետք է ձեռնարկի նաև սիրիական ընդդիմությունը։ Անարդյունք բանակցությունների ավարտին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Шаги должны делать и оппозиционеры, и делать это нужно таким образом, чтобы ни в коем случае не позволить Нусре воспользоваться этой ситуацией. Հյուրի հետ պարբերականի տեղեկություններով Մոսկվան եւ Անկարան բանավոր համաձայնության են եկել, ըստ որի Թուրքիայի եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում համաձայնեցնում են միմյանց գործողությունները։ Այս քայլի նպատակը երկու երկրների ռազմական օդանավերի կողմից մարտական առաջադրանքների կատարման ժամանակ միջադեպերի բացառումն է, գրում է թուրքական թերթը։ Հյուրի հետ տեղեկություններով նման համաձայնություն կայացվել է անցած շաբաթ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի Անկարա այցի շրջանակներում։ Չի բացառվում, որ առաջիկայում կողմերը մարտական թռիչքների համակարգման պաշտոնական հուշագիր ստորագրեն։ Թերթին փոխանցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիազորություններն ավարտող պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին նշանակել է երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Մոսկովյան մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Նարիշկինը նախկինում աշխատել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեում, 1980-ականներին հետախուզական գործունեություն իրականացնելով Բրյուսելում խորհրդային դեսպանատանը։ Նոր գումարման պետդուման ըստ ամենայնի ղեկավարելու է Վյաչեսլավ Վալոդինն, ով այժմ զբաղեցնում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Խնդրելու ենք, որպեսզի գոնե Եդինայա Ռոսիան պաշտպանի Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը։ Դումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Լոնդոնի Արսենալի երկրպագուները նշում են Արսեն Վենգերի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու 20-ամյակը։ Անցած 2 տասնամյակներին Արսենալը ֆրանսիացի մարզչի ղեկավարությամբ 3 անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել, ևս 6 անգամ Անգլիայի գավաթակիր։